Այսինքն մենք սպասենք ինչ-որ շարունակության, հա։ Եթե Ալիևը չգնա ռուսական օրբիտա, ինչը ես հավանական չեմ համարում, նորից չվերադառնա, կարծում եմ կշարունակի։ Դե նույն հավանականությամբ խոսեց Կիսիլյովը, ասում է դա միջին օղակում է տեղի ունենում, միջին օղակը տեղյակ չի լիդերների մտերմության եւ ջերմության։ Դե այդպես պիտի ասեն, Վլադիմիր Պուտինը չի ուզում ինքը, չի էլ կարող, Ալիևը Նիկոլ Փաշինյանը չի, նայում կներեք, ասում են լեզվի տակ ոսկոր չկա, նա կարող է անդադ ասել մեծ ներողություն խնդրի, հիշում եք, չէ՞, ինքնաթիռի կործանման հետ կապված Պուտինը չարձագանքեց կոպիտ ամենայն դեպս։ Վլադիմիր Պուտինը իհարկե ամեն ինչ անում է, որ Ալիևին չնեղացնի, բայց ես կարծում գալու է ժամանակը, որ նա այլ տարբերակ չի ունենալու, իսկ թե ինչ մեթոդներ ունի, դա այլ հարց է։ Մեթոդներ շատ կան։ Մեթոդներ շատ կան, գիտեք, Ալիևը 3 միլիոն թե ավել ադրբեջանցի կա Ռուսաստանում։ Շատ է, ես նաև դրան վրա չի այդքան կենտրոնանալ։ Չէ, դա հավաքական կապիտալի ներկայություն է, չէ, ենթադրում ադրբեջանական, երևի ավելի խոշոր, քան հայկականն է։ Ճիշտ է, բայց եկեք ասենք, որ այնպես չի, որ Ռուսաստանը կարիք չունի այդ միգրանտների, եթե այդտեղ բոլորին դուրս հանա, ռուսական տնտեսությունը եկեք հասկանամ, շատ լուրջ խնդիրներ կունենա, հիմա աշխատուժի խնդիր ունեն, այդ Պուտինը, որ ուզում է ներկայացնի, որ ինքը կարող է մի րոպեում բոլորին վտարի, դա կարծում եմ ճիշտ չի։ Երկրորդը, տեսեք, խնդիրը որն է, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցով նաև Արևմուտքն է քննադատել միշտ Ալիևին, Ալիևը փորձել է տեղավորվել ռուսական նավում, քանի որ Ռուսաստանը իրենց պաշտպանում էր։ Հիմա կհայտնվի նա մեջտեղում, բոլոր կողմերից Արևմուտքը չի մոռացել Ալիևի պահվածքը, իրենց հետ կապված այստեղ հայ ժողովրդի շահը չի, այսինքն նա այստեղ լուրջ խնդիրներ կարող է ունենալ։ Դրա համար ես ասում եմ, պարոն Ալիևի տեսանկյունից իր երկրի ձեռնտու, որ նա կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, բաց թողնի այդ մեր գերիներին, թող վերադառնան, մենք այստեղ հարցեր ունենք իրենց ես երեկո նշեցի, եւ անպայման Արցախի ժողովրդի վերադարձ իրավունքը պիտի ապահովի։ Եթե նա դա չանի, Հայաստանը օգտագործի, Փաշինյանը չօգտագործի, կապ չունի, կլինեն կենտրոններ, ԱՄՆ Սենատում բանաձևեր կա եւ Ֆրանսիայում, որ դա կօգտագործեն։ Դե բռնկման կետ համարվում է Եկատերինբուրգը։ Դա պատահականություն էր, թե որին համընկավ շղթան հետո։ Չեմ կարող ասել ինչի կոնկրետ դրա հետ համընկավ, պարզ է, որ այդ 2001 թվականի սպանությունը այդտեղ որևէ դեր չի ունեցել, նոր 25 տարի հետո են պարզել, որ այդ ադրբեջանցիները մեղավոր են։ Տեսեք, Ռուսաստանում միշտ Կովկասի բնակչությունը եւ երկրները երկրորդ սորտի երկիր են, կներեք, համարվել ռուսական շովինիզմի մեջ։ Հիշում եք, այդ Լիցե Կավկասկի նացիոնալիստի մեզ էին համարում, եւ իրենց համար անհասկանալի է, որ այս երկրները դրանք լուրջ չեն նայվում այսպես ներողություն Ռուսաստանում, ուզում են որ ինքնուրույն քայլեր անել եւ քանի որ Ռուսաստանը իմ կարծիքով չունի դիվանագիտություն, նա մնացել է այդ վիճակում, որ սապոքով ինքը ասեց, չէ, ուժով կասեմ հետ եկեք, բայց դա նշանակում է չհասկանալ 21-րդ դարի իրողությունները։ Ամեն դեպքում այդ դեպքերին Մոսկվայի արձագանքը ավելի մեղմ է, քան երբ Հայաստանի հետ են գործում։ Դա Թուրքիայից է շատ կախված։ Իհարկե Հայաստանն էլ ունի դաշնակիցներ։ Այդ տոնայնությունը Թուրքիայով է բացատրում։ Միանշանակ։ Նախ առաջինը Ռուսաստանը չի ուզում, որ Ադրբեջանը լիովին գնա տեղավորվի թուրքական նավում։ Երկրորդը Ռուսաստանը չի ուզում խնդիրներ ունենա Թուրքիայի հետ։ Հայաստանի պահով այո, Ֆրանսիան մեզ աջակցում է Արևմուտքը, բայց մենք գիտենք, որ Էրդողանը խոսքի մարդ է, ճակերտավորնա, կոպիտ գործողությունների կարող է գնալ, իսկ Պուտինը եվրոպացիներին միշտ ավելի անլուրջ է վերաբերվում, չնայած սխալ է անում։ Այսինքն Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի կարող է լինել ավելի կոնկրետ, քան Արևմուտքի աջակցությունը Հայաստանին։ Դրա համար Պուտինը չի ցանկանում զրկվել Հարավային Կովկասում իր հենարաններից մեկին, որը ձեռք է բերել շատ ծանր գնով կորցնելով մյուս հենարանը։ Կարծում դա սխալ քաղաքականություն էր։ Զատուլինը իհարկե խոստովանում է, բայց դա Զատուլինը չի։ Պուտինը Զատուլինի շուրթերով հասկացնում է, որ կարող է հիմա էլ փոխենք մեր տեսակետը, բայց իրենք չեն գիտակցում, որ հայ ժողովուրդ այդքան միամիտ չի, որ հիմա էլ ասեն դե լավ, եկեք նորից մեզ օգտագործեք, կներեք, որ այսպես եմ ասում, բայց Պուտինը պիտի հասկանա, որ իր քայլերով նա հիասթափեցել է հայ ժողովրդին, այստեղ կարևոր չի Փաշինյանը ինչ կասի կամ Քոչարյանը, մեծամասնությամբ հայ ժողովուրդը հիասթափված է, նա այլևս չունի այդ պաշտպանությունը հասարակության։ Դե Արարատ Միրզոյանն ասում է, պարոն Լավրովը ավելի լավ է չխառնվի Հայաստանի ներքին գործեր։ Այդ տոնայնությունն էլ է պայմանավորված նրանով, որ Հայաստանում իշխանությունները գիտակցում են, որ այլևս Ռուսաստանը այդ ներուժը չունի հայ հասարակության վրա, որ բողոքական զանգված դա առաջացնի։ Այլ հարց է, որ շնորհիվ նախկին իշխանությունների մենք կարող ենք ունենալ լուրջ տնտեսական խնդիրներ, Ռուսաստանը միշտ դրա մասին խոսում է,
վերին լարս եւ այլն, այսինքն Հայաստանի իշխանությունների հիմնական խնդիրը եվրոպացի գործընկերների հետ քննարկել եւ հասկանալն է, որ ոլորտում մենք կարող ենք ունենալ աջակցություն, որ ոլորտում պիտի մեր ժողովուրդը պատրաստ լինի զրկանքների, եթե ուզում է ազատվել այս մահակից եւ սապոքից, ինչպես ասում են։ Այդ խնդիրները Ադրբեջանը չի կարող ունենալ։ Ինչպեսին մենք վերին լարսում ենք բարբերաբար ստանում։ Կարող է ունենալ, բայց Ադրբեջանը փակ սահմաններ չունի այդքան ինչքան Հայաստանը։ Ադրբեջանը միջին միջանցքի արդեն մաս է, Ադրբեջանը միջին Ասիայի հետ ունի զարգացած կապեր, Ադրբեջանի գնալու տեղը, ինչպես ասում է Լուկաշենկոն, ավելի շատ է, բայց Ադրբեջանում կան ազգային փոքրամասնություններ, լեզգիներ, թալիշներ, ես չգիտեմ հիմա Ռուսաստանը ինչպիսի ազդեցություն ունի այդտեղ դա ադրբեջանագետները պիտի ասեն, բայց իհարկե հիշում եք, որ Բաքվի նավահանգիստ մտան ռուսական նավատորմը որոշ եւ դա մեծ նյարդային իրավիճակ 1 տարի առաջ մոտավոր առաջացրեց Ռուսաստան մասին սա բարեկամական քայլ է այդտեղ այդպեսի բարեկամական քայլեր շատ ունեն ուղղակի քանի որ Ռուսաստանը ուկրաինական ռազմաճակատում չի կարողանում հասնել հաջողության փորձում է այս մյուս կենտրոնները տեսնում են այդ թուլությունը եւ այլևս այդքան չեն վախենում արձագանքել Ռուսաստանին Հուլիսի 4-ին Էրդողանը եւ Իրանի նախագահը կլինեն Բաքվում կամ եթե չեմ սխալվում Ստեփանակերտում դա հենց այն ալյանս չգիտեմ կարելի օգտագործել այդ տերմինը թե ոչ դա այն է որտեղ Ադրբեջան իրեն լավ է զգում դա չնայած մենք գիտենք խոսեցինք Իրանի մասին չէ եւ Իրանի հայկական ուղղվածության մասին Դա նման է ռուս-իրանական ստրատեգիական համագործակցությունը, որը գոյություն չունի։ Մենք տեսանք, չէ՞, պատերազմի ընթացքում Տիկին Զախարովան ասաց, մենք պարտավորություն չունենք։ Այդ թուղթը հիշում եք, որ ցույց տվեց։ Դա նման է հայ-ռուսական ստրատեգիական դաշնակցությանը։ Իրանում ձայներ կային եւ դեսպանն էլ այստեղ իրենց հասկացրեց, որ Ադրբեջանը օգտակար է եղել Իսրայելին այս հարցում։ Իրանը, եթե դա գիտի, ինչ համագործակցության մասն է խոսքը, բայց Իրանը չի կարող իր հարևանների հետ շփվել։ Նա գիտի, որ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը ատամները սրած սպասում են Իրանի դիրքերի թույլատրմանը, բայց երկուսն էլ կարմիր գիծը հատում են, չէ՞, Իրանի դրած Սյունիքում։ Բա դա ինչպես են կարում կամ Ռուսաստանն էլ է հատում, այսինքն այս ստրատեգիական դաշնակցությունը նման է նաև Հայաստանի հապկում դաշնակցությանը, դա իրականում փուչիկ է։ Պակիստանը բելուջիների խնդիր ունի սահմանային Իրանի հետ եւ կարող է դա օգտագործել Իրանի ներսում խնդիրներ առաջացնելու համար, այնպես որ սա ուղղակի միջոց է Երևան, որ մենք տարածաշրջանում համագործակցում ենք, բայց Իրանում ինձ թվում է շատ པարզ հասկանում են, որ շատ հարցերում արևմուտքը ինքը Իրանի կարմիր գծերը ուրեմն հարգում է ի տարբերություն իր այս դաշնակիցներին։ Այսօր էլ Ալիև արդարացել է, թե Ադրբեջանը երբեք իր տարածքը չի տրամադրի հակաիրանական գործողությունների համար։ Բա Իսրայելը ինչ գործ ունի այդ տարածքում, ում դեմ գործում։ Հայաստան ոչ Թուրքիայի կամ Հայաստանը։ Ես միշտ ասել եմ, որ դե մեր խնդիրն է այդ երեսպաշտության տակ հասկանալը ինչ է իրականում։ Իհարկե, գիտեք, Իրանը դեմոկրատական երկիր չի, շատ հաճախ մենք բառերին պետք է ուշադրություն չդարձնենք։ Իրանի ղեկավարը այստեղ մի բան է ասում, Ադրբեջանում մեկ այլ։ Դա նաև կապված է նրա հետ, որ Իրանը այսօր իրոք թույլ է, Իրանը ինքն է իրեն մղել անկյուն իր քայլերով։ Եվ այնպես է արել, որ Ադրբեջանը կարողանում է մատ թափ տալ իրենց վրա։ Իսրայելն էլ ասում է, ես ավարտել եմ ամեն ինչ, չնայած դա այդպես չի։ Իրանի միակ ճանապարհը արևմուտքի հետ, իհարկե նաև իր շահերը հաշվի առնելով, հարաբերությունների կարգավորումն է։ Հակառակ պարագայում նա այսպես անկյուն մղված կմնա եւ այս կենտրոնները, որոնք Իրանի մրցակիցն են տարածաշրջանում, մենք գիտենք, որ դաշնակից չեն Թուրքմենչայի պայմանագիրն են հիշում Գյուլիստանի, նրանք Իրանին մինչև վերջ կթույլատնեն եւ դա ձեռնտու է ունենք Ռուսաստանին։ Նավթի գինը բարձրանում է, գազի գինը բարձրանում է, Իրանը դառնում է գործիք Պուտինի ձեռքում արևմուտքի հետ, այդ որ ասած ես միջնորդ կարող եմ լինել առևտրի հարցում, Չինաստանը այստեղ մեծ ներուժ ունի օգտագործել Իրանին որպես պրոքսի գործիք արևմուտքի դեմ, Իրանի ղեկավարությունը պիտի փոխի իր քաղաքականությունը կամ էլ պիտի փոխվի ինքնին ղեկավարությունը։ Դե ամեն ինչը մեզ սպասման մեջ է դնում։
Դա կախված է Տրամպի քաղաքականությունից մեծամասամբ, որտեղ Իսրայելը ինքը միայնակ չի կարող լուրջ այնտեղ քայլերի գնալ, այս հարվածները իհարկե թույլատրել են իրեն։ Տրամպի քաղաքականությունը 24 ժամյա չի ելուր մնաց մի քանի Այո, բայց գիտեք ես ինչ եմ նկատել, օրինակ Իրանի հետ կապված։ Նա թողեց, որ Իսրայելը վախեցնի Իրանին, բայց մինչև վերջ ես այդպես էլ մտածում էի, չպաշտպանեց այն առումով, որ չգնաց լիովին Իրանի ոչնչացմանը, որ նեղսրտեց ասեց այաթոլլան պիտի մի հատ շնորհակալություն հայտներ, բան չասեց, դա շատ պարզունակ բաներ է թվում է գրում, բայց հասկացնում եմ, որ ես եմ այսօր պահում այդ ձեռքերը, Պուտինը չի պահում, Էրդողանը առավել եւս չի պահում։ Եթե Իրանի հոգեվոր ղեկավարը դա չի հասկանում կամ այդպես է թվում, որ չի հասկանում, դա շատ վատ է։